Աստղագուշակությունը մեղք է։ Այսօր շատ մարդիկ հորոսկոպներ են կարդում, հետևում են աստղագուշակությանը և փորձում են իրենց ապագան հասկանալ աստղերի միջոցով։ Սոցիալական ցանցերում, կայքերում և նույնիսկ լրատվամիջոցներում աստղագուշակությունը դարձել է շատ տարածված։ Շատերը կարծում են, թե աստղագուշակությունը չի հակասում քրիստոնեությանը, և հատկապես դրանով զբաղվող մարդիկ պնդում են, որ այն հակաքրիստոնեական չէ և նույնիսկ, որ իրենք էլ քրիստոնյա են։ Սակայն, եկեք տեսնենք, թե ինչ է ասում աստղագուշակության մասին քրիստոնեության Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը։ Եսայիա մարգարեի գրքում Աստված ասում է. «Գուցե կարողանաս ուժ առնել, չարչարվեցիր քո խորհուրդներով, թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ինչ է գալու քո գլխին։ Ահավասիկ, նրանք բոլորը խռիվի պես պիտի այրվեն կրակի մեջ, և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից»։ Այստեղ Աստված բացահայտ ծաղրում է աստղագուշակների ուժը և ցույց տալիս, որ նրանք չեն կարող կանխատեսել ապագան և որ նրանց պատիժը այրող կրակն է։ Ավելի վաղ, երկրորդ օրինաց գրքում Աստված հստակ արգելում է նման բաները. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ ու գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ մեռելահամա լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է դրանով»։ Նոր կտակարանը նույնպես զգուշացնում է. «Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված, և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության, որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում աստվածության ամբողջ լիությունը»։ Առաջին դարի համատեքստում բնության տարերային ուժերը հաճախ վերաբերվում էին աստղերին, երկնային ուժերին և դրանց ազդեցությանը մարդկանց կյանքի վրա։ Այսինքն այն հավատքը, որ մարդու ճակատագիրը որոշվում է աստղերով կամ տիեզերական ուժերով։ Պողոսը զգուշացնում է քրիստոնյաներին, որ նման բաները խաբեություն են, որոնք մարդկանց հեռացնում են Քրիստոսից։ Ինչպես տեսնում եք, աստղագուշակությունը պարզապես անմեղ զվարճանք չէ, այն մարդկանց հեռացնում է Աստծուց և նրանց վստահությունը դնում է ստեղծված բաների վրա։ Քրիստոնյաները իրենց ապագան չեն փնտրում աստղերի մեջ, նրանք վստահում են իրենց կյանքը Աստծո պահպանությանը։